Ամենահանճարեղ վաճառողը Հիսուսն է եղել։ Դուք միջևա կարծում եք, որ մի հատ աղջիկ քայլելով սենց գնաց սենյակը սենց ցույց տվեց բան, ատենցո մարդը պիտի ասի՝ «Վաու, վերջ ես առնում եմ»։ Սեքսուալություն են վաճառում։ Վաճառքը բիզնեսի աստվածն է։ Չկա վաճառք, ուրեմն չկա նաև բիզնես։ Կյանքում ամեն ինչ վաճառք է։ Կյանքում մենք ոչ թե ստանում ենք այն, ինչին արժանի ենք, Ինչ կարողանում ենք բանել։ ինչպես բանակցել ենք։ Եթե մի հատ product լիներ, ինքը ուղիղ կգնար ենթադրաբար կառուցապատողի մոտ, կասեր, հա, հեսա իր վաճառքի բաժինը կառներ։ Վաճառելը դա հարամ է, բայց եթե ուզում ես հարամը դառնա հալալ, պետք է լինես ծայրահեղ ազնիվ։ Վաճառքը սուրբ գործ է եւ միայն բարիք է ստեղծում։ Այդ ես կմտածեմ շատ դիր քաղաքավարի մերժելու ձևերից մեկն է։ Ու իր մարդը ոնց կվաճառի անշարժ գույքը։ Քնորդ ինքը չգիտի թե իրականում ինչ է ուզում։ Ինքը այդ քառակուսի մետրերը չի ուզում, ինքը 100 այլ բան է ուզում, որը չի կարող ներկայացնել։ Ինքը անվտանգություն է ուզում, ստատուս է ուզում, հանգստություն է ուզում, որակյալ կյանք է ուզում, հազար ուրիշ բան է ուզում, բայց ինքը գալի քառակուսի մետր է տեսնում, ու իրենք քառակուսի մետր են վաճառում, որ բանակցությունը վաճառքից տարբերվում է։ Վաճառել որքան է նրա վրա։ Շատ թանկ, արագ, հաճախ, երկարատև, արդյունավետ։ Առաջնային շուկայի յուրահատկությունը այսօրն է, որ հաճախորդի տեսանկյունից կա գերառաջարկ։ Վաճառողը պետք է լինի վաճառքի process-ի ճարտարապետը։ Մարդիկ չեն սիրում, երբ որ իրենց վաճառում են, բայց մարդիկ շատ սիրում են, որ իրենք գնեն։